Ոչ մի անգամ առաջարկ չի եղել, ճիշտն ասած, առաջարկ չի եղել, ես առաջի առաջարկն է, իրոք սրտը ուզեի ինչ-որ մի փոքր դերեմ խաղամ ու վсё։ Շատ սպասողական վիճակ էր, էլի ոնց որ իմ երազանքը այն է եղել, որ մի հատ երկրորդ ֆիլմ դուրս գա, որ էլի մի հատ էլ փորձենք։ Ամբողջ ժամանակը իմ մեջ մտածեի, էլի կարամ կամ չեմ կարալ, կստացվի կամ չի ստացվի։ Իսկ ինչ զգացողություն ունեցաք, երբ ավելի քան 40 տարի անց նորից ֆիլմի տեսախցիկի առաջ էիք։ Զգացողությունները շատ մեծ էր, Ռուբեն ջան։ Հիշեցի այն ամեն վայրկյանները այն Կիկոր կինոյի ու հիմա էլ որ դուք հրավիրեցիք, շատ շնորհակալ եմ ապրեք, որ դուք իմ երկրորդ երազանքը կատարվեց, էլի չեմ կարող ասեմ լավ էր, վատ էր, բայց փորձեցի, մնացածը հանդիսատեսը կասի մեկ էլ դուք։ Ես հիշում եմ, որ երբ որ ձեզ առաջարկ արեցի իմ գրքի ֆիլմում նկարվել, դուք շատ լարվեցիք, մտածեցիք այսքան տարի անց կարող է լավ չստացվի, բայց դուք որպես կերպար հայացքի համար մանկության մի մասնիկ եք։ Հենց սերնդի համար ում շրջանում Կիկորը դուրս է եկել, ես վստահ եմ այդ տարիքի լիքը մարդ գնացել հենց կինոթատրոնում ա նայել ու հիմա ոնց որ գալի է նորից ձեզ տեսնի։ Ես չեմ պատկերացնում, որ ֆիլմը դիտելիս ինչ եմ զգալու։ Շատ երկար եմ սպասել այս պահին ու կուզեմ, որ գաք բոլորը տեսնենք ստացվելա թե չէ։ Տեսնենք, կհավանեք թե չէ։ Բահացն էլ փողով կարնեն ապի։ Հա Գիկոր ջան, փողով։ Խանութից առնեմ են ուտեմ։